մարդիկ էլ պետք է այդ մարդիկ ստանան իրենց արժանի հնարավորությունները։ Դուք ձեր նախընտրական ծրագրում մի կետ ունեք Արցախ վերադարձի հետ կապված, արդյոք դա է եղել տարաձայնությունը իրենց հետ։ Արցախ վերադարձ, ոչ թե Արցախ վերադարձի մասն է խոսում ենք արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ արցախահայերի Արցախ վերադարձի իրավունքների պաշտպանության մասին։ Որոշակի տարբերություններ մեր մոտեցումներում կարող են լինել նաեւ հենց այդ հարցում, բայց այստեղ էլ եմ ասում, շրջանակը շատ լայն է եւ ես չեմ ցանկանա կանգնել մեկ հարցի կամ երկու հարցի վրա։ Տարբեր հարցեր կան, տարբեր շրջանակներ կան եւ իրականում տարբեր մոտեցումներ կան։ Մեր ծրագիրը առաջիկայում մենք օրենքով սահմանված պարտականություն ունենք նաեւ հրապարակվի ծրագիրը եւ այդ ծրագրային դրույթների մեջ դուք համոզված եմ տարբերություններ կտեսնեք։ Հստակ լինի Արցախահայերի վերադարձի իրավունքի մասով երկու դետալ ավելացնեմ։ Ուրեմն վերադարձի իրավունքը ամրագրված է միջազգային դատական ակտով, միջազգային դատական ակտերով ամրագրված է այդ իրավունքը եւ մեր իշխանության գալու պարագայում մենք մինչև վերջ առաջ ենք տանելու այդ ակտերով ամրագրված Արցախահայերի վերադարձի իրավունքի ամրագրումը եւ դրա իրացումը։ Սա մեր հստակ գիծն է։ Ինչ համագործակցություն եք պատկերացնում։ Սկզբունքային ինչ կետեր կան, որոնց շուրջ չեք համագործակցում։ Համագործակցություն միանշանակ չի կարող լինել գործող ուրեմն իշխող վարչակազմի հետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, իսկ որ ուժերի հետ ինչ ձևաչափով համագործակցություն կլինի, ես կարծում եմ դրա մասին մի փոքր վաղ է խոսել, համբեր ենք եւս շատ կարճ ժամանակ, կարծում եմ, որ մոտ ժամանակներում ամբողջությամբ քաղաքական դաշտը կբյուրեղանա, այդ process-ը սկսված է եւ երբ որ կունենանք բյուրեղացումը ու կունենանք նաեւ ընտրությունների արդյունքները, հստակ կլինի թե որ ուժերի հետ ենք կարողանում ինչպիսի ձևաչափով համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ ԿՊ-ի հետ իսպար բացառում եք։ Նշեցի դա արդեն, այո։ Մենք արդեն իսկ հայտարարել ենք, պետք է հաշվի առնենք, որ մենք ունենք արդեն իսկ հայտարարված, թե ինչպիսի ձևաչափեր ենք մենք համագործակցության վերաբերյալ նախընտրել եւ նշել ենք, որ ԿՊ-ի հետ բացառում ենք ձևաչափը, հեսա պարոն Դրմյանը կշարունակի, ԿՊ-ի հետ բացառում ենք, ինչպես նաեւ մենք չենք թույլ տալու, որպեսզի նախորդ պաշտոնաթող նախագահները եւ նրանց կողմից ղեկավարվող ուժերը, այսինքն նրանց կողմից ղեկավարվող ուժերի դեպքում պաշտոնաթող նախագահների հատկապես պաշտոնաթող նախագահները զբաղեցնեն վարչապետի պաշտոնը։ Այսինքն եթե նման հնարավորություն ստեղծվի Փաշինյանից ազատվելու, բայց օրինակ, չգիտեմ, որևէ նախկին ձեր ասած պաշտոնաթող նախագահի միջոցով նրան ընտրելու ես կարող եմ հավելել այդ ֆորմատի ձևաչափի եթեների ապաների մասին հիմա խոսելը ուղղակի զուր է, որովհետև նորից եմ կրկնում, քաղաքական դաշտը բյուրեղանում է, կբյուրեղանա, հստակ կլինի մասնակցության ձևաչափը, մենք ունենք ուժեր, որոնք դեռ չեն ներկայացել իրենց ընտրացուցակները, չգիտենք ներկայացնելու են, թե չէ, համագումարներ եղել են, բայց ուժեր կան, որ դեռևս հայտ չեն ներկայացրել, իրավական առումով, այդ ձևաչափով համապատասխան, երբ որ քաղաքական դաշտը կբյուրեղանա, վստահ եմ մեր լրատվամիջոցները եւ մամուլի ներկայացուցիչները ուշով հետևում են այդ զարգացումներին, շատ ավելի հստակ պատասխաններ կունենան։ Ամեն դեպքում չեք բացառում։ Ասում եմ, Եր նպատակը եւ նպատակը վերջնակետը այն է, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ Այսինքն ԿՊ-ի հետ բացառում եք, բայց մեր նախկինների հետ եք բացառում, թե համագործակցության ձևաչափ լայն պետք է նայել, համագործակցության ձևաչափը շատ տարբեր կարող է լինել, դրա մասին էս փուլում ես նպատակարար չեմ համարում խոսել։ Պարոն Դրմեյան, ներողություն, հաշվի հայտարարություններ, խնդրում եմ այդ հայտարարությունների այս պահին այդ կոնտեքստում այդ նախկին հայտարարությունների կոնտեքստում խնդրում եմ դիտարկեք մեր մոտեցումները։ մի հարց ունեմ, պարոն Դրմեյան,